Ուրեմն Որտեք մեզ էլ հասկացեք, իրանց էլ, ես ձեզ էլ եմ հասկանում։ Ես եկել միացել եմ իրենց շարժմանը։ Ես այս նախաձեռնողը Ես ուզում եմ իրանց չվալվալ։ Իհարկե, չպետք է, այո, ես պատրաստ եմ։ Դրա համար ես այստեղ կլինեմ, որ երեխեք չվնասվեն։ Հիմա մնում է, որ ողջամիտ մի որոշում կայացնենք, ողջամիտ քայլեր անենք եւ քաղաքապետարանը շատ լուրջ հետևություններ անի այս ամենից եւ գա ու իր սորագրած փաստաթղթերին տեղ կանգնի։ Այդ փաստաթղթերը օրինական չեն, ցավոք, հարգելի փոխնակ։ Ընդունեցի։ Ընդունում եմ ձեր ասածը, բանավոր ձեր ասածը։ Սակայն որևէ մեկի իրավունք վերապահենք հաջորդ անօրինականություններն անելու, որ մի հատ անօրինականություն արդեն ենթադրենք թե թույլ է տրվում։ Հիմա ինձ կանխել Ձեր ուրիշի տարածքում գտնվելը, ուրիշի գույքի վրա ոտքերով Չէ, այսինքն դուք դարձնում եք որպեսզի ժողովուրդն ու ուրիշը բախվեն իրար հետ, ասում եք ուրիշը մտած, ուրիշը գա ինչ անի, ասին տարածքը ասում եմ ազատեք, եւ այս ամբողջ տեսակ որ դուք տանում եք բախման, եթե ուրիշը գա իր շահերը պաշտպանի, ասում եք հələ կգատենանք ով հավաքը, ոստիկանը ինչի համար է։ Ոստիկանը նրա համար է, որ արագ կանգնի։ Բականնացեք, հիմա եթե սա ինքնաբուխ է, ես ժամը ծավել լինել իրավունք չունի։ Եթե սա ինքնաբուխ է, 6 ժամը ծավել լինել իրավունք չունի։ Ընդունած, օրենքնա, դուք մասնակցել եք քննարկմանը։ Այո, մասնակցել եմ քննարկմանը եւ ասել եմ սա օրինական չի։ օրինական ճանապարհ։ Գալի հրում ասում են։ Դա ճիշտ է։ Նրա համար է որ Իրան հրել։ Բա մենք կանգնել ենք թե գալի հրում։ Կարող է որևէ օրենք չի բխալ։ Մեր հանրապետությունում որևէ օրենք չի բխալ։ Դուք ձեր հավաքը իրականացրեք։ Դուք հավաքի անդամները Թողեք եվրոպական, մեկնաբանեք մեր գործող հավաքը եւ դիմեցին այդ քայլը։ Դա ինչպես եք դիմում։ դատում եմ քաղաքացիական բարձր հասարակության նշան։ Կեցեն երեխեքը։ Այո։ Չէ, դուք եք բարձր հասարակության սազանա ոստիկան եք, որ այս բախումը չեք ուտում։ Մենք բախման հատ ոչ չենք, իհարկե, միանգամայն մեր այստեղ ներկա գտնվել այս դիսկուսիոն գեղեցիկ զրույցը դրա համար է, որ գիտակցենք գանք ճիշտ երթահանգման։ Ժողովուրդ ջան, չի կարելի մի որևէ անօրինականության ձեր բառերով ընդունում եմ, ես չեմ կարող համակարծիք չլերես հասարակությանից։ Մի որևէ անօրինականության դեմ պայքարելու ժամանակ չի կարելի շարք անօրինականությունների գնալ։ Չի կարելի։ Բավականին խախտում եք։ Ես ձեզ ասում եմ, ով է կազմակերպիչը։ Մենք չունենք կազմակերպիչ ինքնաբուխ է։ Ես ձեզ ասում եմ, մեր օրենքն արգելում է 6 ժամից ավել ինքնաբուխ հավաքները։ Մեզ հետաքրքիր չի։ Հասկացանք, я тоже Սպարտակ, բայց չի կարելի տենց ամեն ինչ շրջանցելով սա հանգեցնելու է վերջը վատբանի։ Ես այդ վատբանը չեմ ուզում բացել։ Ես ուզում եմ այդ վատբանը հասկանամ ամենանվազագույնը։ Հանգեցնելու է մի վատի, որը որ այսօր այսքան ասելուց հետո դուք չեք ուզում, ախր դուք պատգամավոր եք։ Ես ձեզ խոստ եմ սպասում, որ վերջնականապես պայքարը մի դադարացնի։ Պատգամավորը ժողովրդի խոսնակն է։ Հիմա եթե ժողովուրդը այս է օրենքը չխախտենք, ուղղորդենք, ասենք եկեք, կատարենք այն ինչ որ ոստիկանները պահանջում են, որ ձեր գործողությունները տա ավելի արդարացնի։ Հիմա շատ ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում։ Հիմա ես որպես պատգամավոր դիմել եմ քաղաքապետին, այդ հարցումներն ուղարկել եմ։ Դրա համար պետք է 10 աշխատանքային օր։ Մինչև այդ 10 աշխատանքային օրում քաղաքապետը պատասխանի իմ հարցումներին, հա կսարքեն կվերջանա, բայց մեր հոգը չի, իրանց գրպանից է գնալու, փողը կքանդվի։ Կար սարքած, որը որ քանդվեց։ Բոլոնը տես կար սարքած, որը որ քանդվեց։ Գնդապետ հարգելին ուր է պարոն Մելքոնյանը։ Հա, ուրեմն մի բան ասեմ, երբ որ այս երիտասարդները բղավում էին, որ այս անօրինական այդ ինչա կոչումը բենզայի քարերը իրավունք չունեն դնելու բան եւ գնացին քաղաքապետ, գլխավոր ճարտարապետ բոլորը զարմանում էին եւ ասում էին չի անօրինական բան չկա։ Հենց որ նկարները ցույց տվեցին, մի անգամից ասում եմ, «Յո, ես ինչ են արել»։ Այսինքն մի քայլ արել եք։
Այո, մի քայլ արել են։ Բա հիմա նույն մի րոպե, բայց մինչև այս երեխեքը աղմուկ չանեին, ոչ գլխավոր ճարապտապրետը, ոչ էլ քաղաքապետը չէր իմանա, որ ստեղ բլոկներով իսկ մենք այլ բան ձեզ ասում ենք, ասում ենք հասեք ձեր լավ բարի նպատակին, սակայն խնդրում ենք օրենքները մի խախտեք։